Գիտությունների ազգային ակադեմիան հետաքրքիր կառույց էր։ Ինքը ուներ իր ենթակայության տակ 31 կարծեմ ինստիտուտ, դրանց բացարձակ մեծամասնությունը Երևանում, մեկը Գյումրիում, եւ ուղղություններ էին բնագիտության, այնտեղ հումանիտար ուղղություններ եւ այլն, հա։ Եվ կար ակադեմիայում նաեւ նախագահություն, բաժանմունքներ, որոնք կոորդինացնում էին այդ ինստիտուտների աշխատանքը։ Ամեն ինչ շատ լավ է հնչում, բայց խնդիրը հետեւյալն էր կանը, որ տասնամյակներ շարունակ այս կառույցը աստիճանաբար կամաց զրկվում էր ինքնավարությունից։ Ընդհանուր հասավ բանը նրան, որ վերջին տարիներին նույնիսկ այլևս ակադեմիան սեփական ընտրությունը ակադեմիկոսների թղթակից անդամների չէր կարող անել, որտեղ կառավարությունը պետք է հաստատի դա, հա։ Եվ դրա համար նույնիսկ բազմաթիվ թափուր կարծեմ տեղեր կային մնացել, որոնք կառավարությունը ուղղակի չէր նոր ընտրություններ կազմակերպում, որպեսզի այդ թափուր տեղերը լրացվեն։ Եվ ըստ էության լրիվ այսպես սեփական ոչ ֆինանսական միջոցներ ունեցող, ոչ սեփական այսպես կառավարման ինքնուրույնություն ունեցող մի հատ մարմիններ։ Կար նախագահություն, կար բաժանմունքներ եւ ինստիտուտներ, բայց ինստիտուտները ֆինանսավորումը ստանում էին առանձին գիտության կոմիտեից եւ ըստ էության միակ կապը այդ ինստիտուտների եւ նախագահության միջեւ կան մնանում, որ ինստիտուտի տնօրենին հաստատում էր նախագահությունը։ Երբ որ ինստիտուտի կոլեկտիվ ընտրում էր տնօրենին, վերջում այդ տնօրենի ընտրված պաշտոնին ընտրված մարդու տեխնացությունը վերջնական հաստատում էր նախագահությունը եւ վերջ։ Այստեղ էր գալիս խնդիրը, ես բազմաթիվ անգամ տարեկան ժողովների ժամանակ էլ առանձին հանդիպումներով էլ ասել եմ, որ սա հանգեցնելու է նրան, որ վերջում ձեզնից այդ ինստիտուտները տանելու են, որովհետեւ եթե միակ կապը նախագահության, բաժանմունքների եւ ինստիտուտների մնում է այն, որ դուք ուղղակի վերջում ձևական հաստատում եք տնօրենին եւ հաստատում եք տարեկան ժողովի արդյունքները, այլ ուրիշ կապ չկա այլևս։ Այդ ինստիտուտները ձեզնից տանելու են։ Եվ եղավ ինչ որ եղավ։ Ակադեմիան ցույց տվեց, որ ինքը ունակ չի բարեփոխվելու, որովհետև ըստ էության այն նախագծերը, որոնք իբր իրենք ուզում էին անել եւ բարեփոխել, ընտրությունների ձևը փոխել, երիտասարդացնել բաժանմունքը եւ նախագահությունը, ըստ իրենց ասացի, դրանք բոլորը արգելափակվել են, ոչ մի տեղի չեն հասել, որտեղ իրենք ներկայացրել են նախարարություն եւ այնտեղ մահացել է։ Ես հավատում եմ դրան, իդեպ։ Բայց հարցը նրանում է, որ եթե դուք սկզբունքային դիրքորոշում ունեք, որ դա պետք է ակադեմիային, պետք է պայքարենք դրա համար։ Այսինքն, եթե ես գալիս եմ դիմում եմ ձեզ, ինչ որ փաթեթ եմ ներկայացնում, դուք կարդում եք մի կողմ եք դնում ու չեք արձագանքում, ու ես էլ դրանից հետո հետևողական չեմ հասնում նրան, որ տիկին Սահակը ինչ որ գոնե արձագանք հանրային կերպով տա, դա նշանակում է, որ ինձ էլ դա պետք չի։ Ինչ որ ձևական թուղթաբերել տրել եմ մի քանի էջանոց բարեփոխումների պլան ու կանգնել եմ մի կողմ։ Որևէ ես ակտիվ այսպես պայքարի չգիտեմ գործ, որը ցույց կտա, որ ամեն դեպքում ակադեմիան փորձում է հասնել նրան, որ իր մշակած բարեփոխումների նախագիծը կառավարությունը հաստատի եւ սկսի այդ ուղղությամբ գնալ, ես չեմ տեսել այսքան տարվա ընթացքում։ Եվ ընդ որում նախորդ տարի ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ ես կարճ ելույթ ունեցա, անցած տարի գարնանն էր, եւ ասացի հետեւյալը, որ եւ այդ օրենքի նախագիծը արդեն կար։ Այս օրենքը մի քանի տարվա կյանք ունի թղթի վրա, հա։ Ուղղակի չէր ընդունվում, անընդհատ մանր փոփոխություններ էին անում։ Սկզբից բերեցին մի քիչ ընտելանան։ Բայց ամենասկզբից էլ ակադեմիայի վիճակը արդեն հստակ էր այդ օրենքի մեջ, այսինքն այդ հարցում բան առանձնապես չի փոխվել իդեպ, ֆունդամենտալ բան։ Ես անցած տարի ասացի, որ ակադեմիայի դեմ իրականացվում է քաղաքական որոշում։ Եվ եթե ակադեմիան շարունակելու է իրեն պահել ապա քաղաքական նման իրավիճակում, արդյունքները լինելու է այն, որ ոչ մի ինստիտուտ չի մնալու ակադեմիայի կազմում։ Այսինքն, երբ որ դու չեզոքություն ես շարունակում պահել, չես պայքարում, չես փորձում նաև հանրությանը կոնսոլիդացնել այս լուրջ վտանգի մասին ինֆորմացիա տարածելով, խոսելով, գնալով տիկին Սաթիկի մոտ, ուրիշի մոտ, երրորդի մոտ եւ անդադ այս մասին քննարկելով, վերջում ունենալու ես այն ինչ որ լինելու է։ Եվ իսկ ինչու է դա քաղաքական քայլ ակադեմիայի հանդեպ։ Իմ պատկերացմամբ միանշանակ առաջին հերթին, որովհետև ակադեմիան 20 թվականի պատերազմից հետո, կարծեմ դեկտեմբեր ամսին էր, առաջիններից մեկն էր, որ նախորդ նախագահությունը պահանջեց գործող իշխանության վարչապետի հրաժարականը։ Եվ դա չէր կարող ուղղակի այսպես մոռացության մատնվել, ես դրանում ուղղակի վստահ եմ։ Դե ինչպես օրինակ եկեղեցու դեմ, չէ, ինչու սկսեցին ավելի կոշտ գործել, որովհետև պահանջեցին հրաժարականը Նիկոլ Փաշինյանի։
Ուրիշ բան, որ գիտեք, այստեղ բազմաթիվ շերտեր կան, բազմաթիվ, այսպես ասեմ, շահեր ունեցող մարդիկ կան, թե ինչու ակադեմիան չպետք է մնար։ Տարբեր խավերում, իշխանության տարբեր մակարդակներում, տարբեր մարդիկ լրիվ այլ տարբեր մոտիվացիաներից ելնելով են դա անում։ Մարդիկ կան, որոնք հստակ, այսպես ասեմ, դրանով ինքնաբավարարվում են, որովհետև վատ անցյալ ունեն ակադեմիայի հետ կապված, հա, եւ հիմա փորձում են ինքնահաստատվել այդ քայլին գնալով։ Որոշները կան, որ ի սկզբանե նույնիսկ երբ որ իշխանության մեջ չեն եղել, իրենք միշտ շատ նեգատիվ կարծիք են ունեցել ակադեմիայի մասին, հատկապես որովհետև այնտեղ տարիքով մարդիկ են եղել, այսպես կոնսերվատիվ մարդիկ են եղել, իսկ իրենք այսպես շատ առաջադեմ են, հա։ Իրանց համար, այո, հա։ Իրանց համար սա խորհրդային միությունից մնացած ինչ որ ատավիզմ է, որից պետք է ազատվել, եւ զավեշտը կայանում են անում, որ այդ մարդիկ, որոնք իդեպ շատ հանրային կերպով էլ ելույթ են մեկ-մեկ ունենում, հա, իրենք կարծում են, որ գիտությունը դա միայն համալսարաններում իրականացվող գիտություն է, ու իրենց հիմա կրթության նաև նախարարի հենց այսպես հիմնական թեզը կայանում է անում, որ ժամանակակից գիտությունը դա համալսարանական գիտությունն է։ Ժամանակակից գիտությունը դա համալսարաններում իրականացվող գիտություն է, որովհետև իրենք վերցրել են միայն անգլո-սաքսոնական մոդելը, Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում, այո, գիտության մի զգալի մասը համալսարաններում է, դա պատմականորեն է իրենց մոտ այդպես ստացվել, հա, եւ իրանք այդ մոդելը ընդունելով ինչ որ հիմք համարում են, որ դա այդպես է աշխարհում, մոռանալով, որ տասնյակ այլ զարգացած երկրների օրինակներ կան, որտեղ գիտությունը բացի համալսարաններից նաեւ առանձին ինստիտուտներում է, ոնց որ եւ Հայաստանում է։ Գիտնականներից եւ Ռուբեն Սաֆրասյանը եւ այլ գիտնական խոսել են այն մասին, որ Վրաստանում եւ Ղազախստանում եւս գնացել էին այդ քայլին, Վրաստանում բնականաբար այդ գունավոր հեղափոխությունից հետո, հա, որ սկսեցին նման գործիքներ կիրառել, նույնը կիրառել են նաև Ուկրաինայի որոշ դեպքերում, Ուկրաինայում նույնիսկ դասագրքերի փոփոխությունը, ոնց որ մեզ մոտ են անում դասագրքերում, հա, խմբագրում են պատմությունը եւ այլն։ Եվ ասում են ոչ մի հաջողության չեն հասել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ ինչու չեն խոսում, ինչու են վախենում, հա, որովհետեւ պահել են ինչ որ որոշների այդ սիմվոլիկ աշխատավարձ մի քիչ կստանաք եւ այլն, բայց սա, տեսեք, քաղաքական որոշում եք ասում, այո, համաձայն եմ, համալսարանի դեմ քաղաքական որոշումներ, շենքերը պետք են, հիշում եք ասում էին կոնսերվատորիան պետք է տանենք, այդ ակադեմիական քաղաք կոչված փուչիկը, ընդ որում որի քննարկումներին մասնակցում են պարտադիր որոշ արևմտյան երկրների դեսպաններ։ Ես չգիտեմ իրենց ինչի է հետաքրում այդ ակադեմիական քաղաք կոչվածը, եւ այդ համալսարանները, համալսարանական շենքերը ում համար են ուզում ազատել։ Խնդրեմ նաև այս մասին խոսենք։ Տիկին Սատնիկ, օրինակ համար ինչու համալսարանի Երևանի պետական համալսարանի ռեկտորը որևէ ձայն չի հանում, երբ որ երկրի գործող վարչապետը ասում է, որ Հայաստանում ինչ կրթություն կա, որ գիտենք էլի ոչ մի կրթություն էլ չկա, դիպլոմներն բանի պետք չեն։ Մայր բուհի ռեկտորը ինչու մի նախադասությամբ չի արտահայտվում, կարծիք չի հայտնում, վերջապես դա իրան իր մայր բուհին էլ չէ վերաբերում, մայր բուհն է, որ հազարավոր մասնագետների է կրթում տասնամյակներ շարունակ։ Հիմա գործող երկրի վարչապետը ասում է Հայաստանում ինչ կրթություն ա եղել, որ բոլորս էլ գիտենք այդ կրթության մակարդակը։ Այդ համալսարանների տված կրթությունը գիտենք։ Դե ինչու ձայն չեն հանում։ Հիմա ինչու ձայն չի հանում, ինչու պիտի ձայն հանի։ Ինչու ձայն չի հանում գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, չգիտեմ, քարտուղարը, ինչու հարցազրույց չեն տալիս, ես նույնիսկ չեմ ասում ինչու հրաժարական չեն տալիս, ես ոչ մի նման բան չեմ սպասում իրենցից այլևս, հա, որ գոնե այնքան պատասխանատվություն կունենան իրավիճակի այնպիսի ծանր իրավիճակի գնահատական այնքան իրենց համար օբյեկտիվ կլինի, որ հասկանան, որ այսպիսի իրավիճակում նորմալ, այսպես պատասխանատվությունը զգացող մարդիկ պետք է հրաժարական տային առնվազն, որովհետև ըստ էության այն կառույցը, որոնք իրենք ղեկավարում են, այդ կառույցը զրոյացվեց, ֆորմալ ինքը կա, բայց ինքը այլևս որևէ բովանդակություն իր մեջ չի կրելու, հա, իսկ իրենք շարունակում են մնալ նախագահ, քարտուղար եւ այլն։ Ինչու չեն անում։ Դե չեն անում։ Ես չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը անկեղծ չգիտեմ։ Նորից միգուցե ոմանք վախենում են կորցնել ֆինանսական որոշակի ֆինանսական հոսքեր, այո։ Որոշների համար միգուցե այնքան մեկ է, թե իրենց ղեկավարած ակադեմիան կամ այն ակադեմիան, որտեղ իրենք թղթակից անդամ կամ ակադեմիկոս են, ինչ է իրենց հետ լինում, դա էլ չեն բացառում բացարձակ, հա, եւ ունենք այն ինչ որ ունենք։ Դուք ասացիք ամենասկզբում, թե ինչու մարդիկ ձայն չեն հանում կամ չեն խոսում Արցախի մասին։ Դուք տեսնում եք, որ Արցախը, որ այդտենց հերրու մի բան էր, հա, այսպես ասենք, ակադեմիան, որը հենց իրենք այդ կառույցի մեջ են աշխատում, այդ շենք են ամեն օր գնում, եւ դա զրոյացվեց ըստ էության, իրենք ձայն չեն հանում։
Դե ո՞րն է պատճառը, կամ անտարբեր են կամ վախենում են։ Ես այլ երրորդ պատճառ չեմ, չէ, երրորդն էլ կարող է լինել, միգուցե կողմ են դրան։ Դրա համար ես գրեցի, ասացի, եթե նույնիսկ կողմ եք, գոնե արտահայտվեք։ Ասեք կողմ ենք, ողջունում ենք։ Այսինքն կներեք, ես չեմ պատկերացնում այդ իրենց խղճին դեմ գնալ, տարիների, հա, իրենց անցած ճանապարհն է, իրենց փորձառությունն է, իրենց պատմությունն է, իրենց ձեռքբերումները, այսինքն համաձայն են, որ որևէ մեկը, թերուս մեկը, որը չգիտեմ այդ հրահանգները որտեղից է ստանում, որտեղ ադրբեջանական մամուլը, ես ստիպված եմ հետևել, պարոն Զաքարյան, իրենք նույնիսկ օրինակ ասենք թե այսինչ թանգարանը փակվում է եւ այսինչ բաժինը միացվում է սրա նույնիսկ այդ կարգի նորություններին են իրանք ուշադիր են ակադեմիան հեսա էս կլինի չգիտեմ այսինչ է էս կլինի իրանք հետևում են քայլ ինչն է փակվում ինչը պետք է փակվի եւ այլն իրենք դա տեսնում եմ էլի ինչպես են անդրադառնում լավ այսինքն այդքան տարիների փորձով օրինակ ակադեմիկոս Այդ ինչ պիտի լինի, հա, որ իրանք գնան այդ գործարքին, որ ջնջեն ամեն ինչ։ Գիտեք ինչ, այսպես ասեմ, իշխանությունների մոտիվացիան դա անելու, ես ասացի, որ այնտեղ բազմաթիվ շահեր կան, այսինքն այնպես չի, որ բոլորը քաղաքական քայլ են կատարել։ Միգուցե վերնախավեմար դա քաղաքական կոմպոնենտ էր հաստատ, հա, պլյուս իրանք միգուցե իրոք շատ իդեալիստական պատկերացում ունեն, որ եթե իրենք ուզում են գիտությունը ժամանակակից լինի, դա պետք է անպայման համալսարաններում լինի։ Ուժում եմ, որ դա լրիվ սխալ թեզ է, հա, ի սկզբանե, ամենասկզբից սխալ է, հա, բայց հիմա կա այն ինչ որ կա իրենք հստակ գնացին նրան որ ակադեմիան որը 80 տարի ստեղծվել էր ամենածանր ժամանակաշրջանում եւ ընդ որում անկախությունից սկսած ակադեմիան միակ կառույցն էր որը պահպանեց ինստիտուտները Հայաստանում 91 թվականին 70 թե 80 գիտահետազոտական ինստիտուտ ա եղել որոնց ընդամենը 30-ն ա եղել ակադեմիայի կազմում եւ մնացած ինստիտուտների ճակատագիրը մենք տեսնում ենք իրենք կամ չկան կամ ֆորմալ ինչ որ մնացել են թղթի վրա, բայց որևէ գիտական արդյունք իրենք չեն տալիս տասնամյակներ շարունակ։ Եվ ակադեմիան կարողացավ պահել իր ինստիտուտները, անկախ բոլոր այն թերություններից, կառավարման, այն պասիվությունից, կրավորական վիճակից, որ հիմա իրանք ունեն, հա։ Ու ինչու հիմա իրենք չեն արտահայտվում։ Ես էլի եմ ասում, միգուցե կողմ են, որ այդպես եղավ, որովհետև վերջին հաշվով ինչքան է զավ կողմ են։ Ինչքան է զավ ասեն կողմ են։ Մենք էլ իմանանք ով է կողմով։ Ինչքան է զավեշտալի չթվա իմ ասածս, բայց ստացվում է իրենք այդ կազմակերպչական հոգսից ազատվեցին, էլի հոգս էր իրանց համար իրոք։ Չեմ էլ արդեն նույնիսկ մեղադրում։ Բայց գրելի փոխարենը ստանալու են այդ տիտղոսավճարները, այո, շանական ստանալ, թող ստանան, որովհետև ամեն դեպքում դա տիտղոսավճար է, որ գնահատում է իրենց անցած գիտական ճանապարհը, շատ լավ, թող լինի։ Մյուս կողմից ես հասկանում եմ, որ այնտեղ մարդիկ են, որոնք տարիքով մարդիկ են, եւ խնդիրը հենց դրանում էր, որ ակադեմիան ճիշտ ժամանակին ճիշտ իշխանությունները պետք է կատարեին քաղաքական քայլ եւ գնային նորմալ բարեփոխումների եւ ակադեմիան արդյունքում դառնար նորմալ առողջ մարմին իր նախագահությունը բաժանմունքները լինեին երիտասարդ ակտիվ գիտնականներ չեմ ասում տարիքով 30 տարեկան երիտասարդ այլ իրոք դեռևս ֆունկցիոնալ ակտիվ վիճակում գտնվող մարդիկ այլ ոչ թե շատ տարիքով մարդիկ որոնք արդեն ուղղակի իրոք իրենք պետք է վայելեն իրենց հանգիստը հիմա գոնե խոսան դա չեն անում դրա համար ես այդպես մի քիչ միգուցե շատ բան այսպես պրովոկացիոն հատուկ այդ նպատակով գրեցի որ գոնե արտահայտվեք էլի այսինքն գոնե ասեք ողջունում ենք լավ ողջունում ենք որ մեր հոգսից ազատեցիք մեզ մենք հիմա կհանգստանանք վերջապես դա էլ ընդունելի տարբերակ է որտեղ ես վստահ եմ որ վաղ թե ուշ երբ որ իշխանությունների փոփոխություն լինի երկրում ազգային նորմալ իշխանություններ լինեն ակադեմիան վերակառուցվելու է ակադեմիան մենք անպայման ունենալու ենք հա այս իշխանությունները չի որ ակադեմիան բացել են ոչ էլ իրենք է որ կկարողանան դա փակել հա եւ մենք մի օր կունենանք նորմալ ակադեմիա բայց այն մարդիկ որոնք լռել են լռողների մասն է խոսքը ոչ թե դիրքորոշում ունեցողների որովհետեւ դիրքորոշումը դրական է լինի էլի խնդիր չի ինձ համար բայց այն մարդիկ որոնք լռել են իրենք նորմալ ակադեմիայում այլևս չեն լինելու որովհետեւ գոնե չլռողները հիշում են ովքեր լռեցին էլի